Ցայգի ուղիղ եթերում դուք դիտում եք իրականում ծրագիրը, որի ընթացքում փաստերն ու երևույթները դիտարկելով տարբեր հարթություններում մենք բացահայտում ենք իրականությունը։ Իրականությունը հետևյալն է. Գյումրին մի քանի ամիս է ունի նոր քաղաքապետ, բայց մամուլում շարունակաբար արծարծվում է նախկին քաղաքապետի անունը։ Թերևս պատճառներից մեկն այն է, որ գործող եւ նախկին քաղաքապետի ջրերը նույն առվով չեն հոսում։ Որն է դրա իրական պատճառը։ Այսօր մեր ծրագրի ընթացքում։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր տաղավարում իմ զրուցակիցները Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, բարև ձեզ, եւ Գյումրու քաղաքապետարանի բնակոմունալ բաժնի նախկին ղեկավար Հովհաննես Գրքիկյանը։ Բարև պարոնեք։ Ես տեղեկացնեմ, որ Վարդան Ղուկասյանը նախորդին հրապարակայնորեն հրավեր էր ուղղել նաեւ գործող քաղաքապետին, պարոն Բալասանյանին, որը մնացել է անպատասխան։ Ոստի այսօր տաղավարում հյուրընկալել ենք ձեզ երկուսին։ Նախ բարև ձեզ, սիրելի ժողովուրդ։ Ես նախ չէի կասկածում, որ հանկարծ կներկայանան այդ մարդիկ, որովհետև երբ որ լույսը դուրս է գալիս, խավարը փախչում է։ Հետո զարմանալի է, որ նախկին քաղաքապետը երբ որ հրավիրում է ուրեմն հանդիպման, այն է ուղիղ եթերում, 13 տարվա աշխատած քաղաքապետը կարող է 13 սխալներ ունենալ։ Իսկ 5 ամիս, 6 ամիս ստուգումներ կատարած քաղաքապետը կարող է հսկայական փաստաթղթերով ներկայանալ եւ ոչ թե թերթերով, լրատվությամբ, հետևից ամբողջ հանրապետական իրենց կուսակցական, չգիտենք էլ որ կուսակցության, թե որ կուսակցությունից է, չնայած ես չգիտեմ էլ մինչև հիմա եւ ժողովուրդն էլ չգիտի, հա, բայց մեզ վարկաբեկելուց բացի կարող էր գար նստեր ու բացատրել, որ այս հարցերում դու սխալվել ես, բայց ցավում եմ, որ ներկա պահին չի գտնվում։ Պաշտոնական է եղել։ Այո, որ, այսինքն ինձ է Այսինքն պարոն Բալասանյանի գրավոր պաշտոնական հրավերում էլ Հեռուստատեսությամբ մենք բազմիցս ներկայացրեցինք ձեր հեռուստաընկերությունը մոտավորապես մի 10 անգամ ներկայացրեց, որ մենք հրավիրում ենք նստելու, քննարկելու, թե ինչ խնդիր ունես եւ ոչ միայն իրեն, որովհետեւ ինքը մասնագետ չի, տեղական ինքնակառավարումից ոչ մի բան չգիտի ինքը։ Մնացած այդ հավաքվածներն էլ հավանական է ոչ մի բան չգիտեն, գոնեկան հասկանան, թե մենք էլ հասկանանք սրանք ինչ են ուզում։ Լավ, այնուամենայնիվ եթե թույլ տաք, ես նշեմ, որ մեր եթերը բաց է, եթե ցանկություն կլինի, եթե ոչ է շաբաթ, հաջորդ շաբաթ պատրաստ եք հյուրընկալել պարոն Բալասանյանի մեր տաղավարում։ Բարի, իրար հետ նորից։ Ոնց կկամենաք։ Դե ինքը չի գա միանշանակ։ Ինչ է։ Անդրադառնանք թերևս մեր այսօրվա կարևոր թեմային եւ վերջին օրերին մամուլում կրկին բազմաթիվ հրապարակումներ եղան, այս դեպքում կապված էր ձեր կառավարման տարիներին ասֆալտապատման գումարների անհիմն տնօրինման հետ, այսպես մեկնաբանենք։ Մասնավորապես հայկական ժամանակ թերթը գրում էր, որ ֆինանսների նախարարության իրականացված ստուգումների արդյունքում գործերն ուղարկվել են ոստիկանություն եւ այդտեղ հայտնաբերվել է, որ 440 միլիոնի խնդիր է ծագել։ Ինչ կմեկնաբանեք։ Ճիշտ ասած, դա հայկական ժամանակ չէ, դա թուրքական ժամանակ է, ես մշտական ասել եմ, եւ ֆինանսների նախարարությունում նմանատիպ արձանագրություն չկա, որ հայտնաբերվել է 440 միլիոնի նմանատիպ խախտումներ։ Ուրեմն մենք պատասխանատվություն ենք կրում ամեն մի քառակուսի մետր ասֆալտի կապակցությամբ։ Եթե հիմա բազմիցս մենք ասել ենք, եկեք չափագրումներ անցկացնենք, իրենք չափագրում ընդունып արել են։ Եվ չափագրումներից հետո պարզվում է, որ ի ուկուտ քաղաքապետարանի ավելի շատ ասֆալտ է արել եւ այդքան գումար չի ներկայացվել, քան այսօր ինչ որ ներկայացվում է։ Ուրեմն դրանք հատիկ օրենքի տարով, մրցույթներով, փոխադարձ ակտերով, 15 հոգի ստորագրությամբ, ուրեմն գտնվում է եւ մարզպետարանն է ուղարկված։ Մենք յուրաքանչյուր գումար, որ քաղաքապետարանից դուրս է գալիս, այդ գումարները վերահսկվում է եւ ֆինանսների նախարարության կողմից, եւ մարզպետարանի կողմից, եւ մնացած բոլոր կառույցների կողմից։ Այսինքն նմանատիպ բան է։ Ընդհանրապես չարաշահում չի եղել, թե գումարի չափն է անիմն։ Ներողություն, ոչ ոք բարոյականություն չունի նմանատիպ խոսք ասելու։ Մենք գլխով պատասխանատվություն ենք կրում դրա կապակցությամբ եւ ոչ մեկն էլ հիմա մեզ չի մեղադրում։ Այսօր ես պատահական տեսա դրանց ձերքի ֆինանսների նախարարության թուղթը մի պատահական թղթի վրա ոչ կառավարության բլանկ, ոչ ստորագրություն, ոչ կնիկ շպրդած դա են ցույց տալիս։ Դա իրենց կողմից սարկած բանսարկությունն է հերթական ոնց որ մնացած մինչև այսօր ինչ որ ասեցին մնացին տակը հիմա հերթական խախտումներն են այդ կառույցը իրենց տվել է դատարան մինչև վերջ գնալու են եւ այդ գումարները իրենք կկանձեն մենք խնդիր չունենք եւ մենք պատասխանատվություն ենք կրում յուրաքանչյուր քառակուսի մետր ասֆալտի կապակցությամբ Պարոն Ղուկասյան, այնուամենայնիվ ֆինանսների նախարարության մամլոխոսնակը Իրինա Այվազյանը նշել է, որ այդ ստուգումների ընթացքում որոշակի չարաշահումներ բացահայտվել են։ Գումարներ չեն մատնանշվում։ Ճիշտ ասած, որոշակի չարաշահումները կապված է մի հատ Հենդրիկ կար մահացավ, ես ասեցի
այդտեղ այդքան քեզ բան ենք անում, մեղք ես կմահանաս, մահացավ ես վերջերս, ուրեմն դա կապված է ներկայիս իրենց բաժնի պետի հետ կապված, անձնական խնդիրների հետ է կապված, դա ընդհանրապես քաղաքապետարանի ռեյտինգի հետ ընդհանրապես կապ չունի, քաղաքապետի հետ ընդհանրապես կապ չունի, դա ընդամենը չնչին բաներ է, որ էական ազդեցություն չկա, այդտեղ խախտումներ, գումարայինի հետ կապված, անձնական հայոյան կռիվ, չգիտեմ ինչ այդպիսի բաներ ու անհիմն խոսակցություններ։ Դա ընդհանրապես ոչ մի բան է, դա իմ օրոք է եղել, ես գիտեմ այդ պատմությունները, դատական պրոցեսում է եղել, մշտական դատարաններում, դատախազությունում դա առանձնապես իրենից ոչ մի բան չի ներկայացնում։ Պարոն Ղուկասյան, այժմ քաղաքապետարանը ասֆալտապատման հետ կապված 1 միլիարդ դրամի պարտք ունի։ Դա ձեր օրոք է գոյացել թե ներկայացնում։ Ուրեմն մի քանի խոսքով ծավալվեմ դրա վերաբերյալ։ Այս պարտքերի վերաբերյալ, որ այսպես ամբողջ Հայաստանով մի կարգախոս են դարձրել, ուրեմն 5 ամիս է աշխատում ենք, գիշեր-ցերեկ սրանց բերանից լսում ենք մի կարգախոս։ Պարտք ունենք, բյուջեն գումար չկա։ Ուրեմն բյուջեն գումար կա եւ կարող են այս վիճակից դուրս գալ, նախ ասեմ թե ինչի համար գոյացավ ավելի շատ այս փոսերը, որ մեր օրերում այսքան չէր գոյացել։ Բայց չեք ժխտում, չէ՞ որ կա։ Ոնց կարող եմ ժխտել։ Ուրեմն սա ամբողջ աշխարհում կա նմանատիպ փոսեր, հիմա 27% քանդվել է Մոսկվան, 27%-ով քանդվել է Մոսկվայում, 27%-ով քանդվել է Մոսկվայում, Գյումրիում քանդվել է 5.2%։ Այդ հստակ փաստեր են։ Մյուսն ասեմ քեզ։ 30 տարվա ասֆալտի մասին է խոսքը, 1 30 տարի կարգադան են կարել, 30 տարի։ Իրենց օրոք կատարված ասֆալտը, որ այդ գումարներն է մենք էինք խնդրել երկրի նախագահից, հիմա գնացեք 49 փողոցը մի հատ տեսեք ու 16-ի վերջի հատվածը դեպի կայարան գնող, ընդամենը 4 ամիս է անցել։ Հələ մի հատ սրանց ընդունած ասֆալտը տեսեք, իրանք ընդունել են, այդ ակտերը ստորագրել են։ Մեր ժամանակահատվածում բերեց այսօր լավ է, որ հերոստատեսությամբ ասեց, որ 30 տոննա աղ ենք բերել, 7-ն ենք լցել, խապում է, 30-ն է լցել են, լրացուցիչ նորից 30-ն են բերել։ Աղը, որ այդքան լցնում ես, մենք 13 տարվա փորձ ունենք, միանշանակ քանդվում է ասֆալտը, միանշանակ է դա, մենք աղ չենք լցնում, մենք լցնում էինք ավազ, միայն պեմզա էինք լցնում, եւ փառք Աստծո շատ նորմալ վիճակով դուրս էինք գալիս, բացի դրանից, աշնան ժամանակահատվածում մենք ուրեմն ճակա լցումներ էինք անում, այն ցերի դավադրությամբ եկան վերջի ամիսն է չթողեցին, գնացին Փրկեք, պապա, մեզ բան է անում, մեզ կոմենկոմ, գնացին էտել բանարեցին, ուրեմն մենք ճակա լցումներ էինք անում, եկան ոչ խելքերն է հասնում, մեկը էլեկտրիկ է, մեկը պովեր է, մեկը չգիտեմ ինչ է, գոնե հարցնեին, գոնե ճակա լցումներ, սպասի ասեմ, մենք տեղյակ պահեցինք, ասեցինք եկեք քննարկենք, խոսենք, ճակա լցումներ արեք անպայման, որովհետև եթե ճակա լցումները չարեցիք, մեր բնակլիմայական պայմանները այնպեսին է, որ պատկերացրեք, ուրեմն ցերեկը հալչում է, իրիկունը սարճում է, այսինքն անպայման դա քանդվելու է։ Հետո երկրաշարժից հետո ամբողջ քաղաքի տակը ջրերի հետ կապված կոմունիկացիաների հետ խնդրեմ կա։ Հետո այս ջերմուղը, որ կառավարության կողմից այս հսկայական ծրագիրը, որ ամբողջ քաղաքն ավիրեց։ Վազգեն Սարգսյանը ջերմուղը փորեց, այս հատվածներն էլ նորությամբ միջանկյալ փոսերը առաջացրեց, հələ պատկերացրեք, այդ ջրերը լցվում է տակը, մյուս կողմն էլ հետն է քանդվում։ Դրանով ով պետք է դրանից պատասխան տա։ Այսինքն այստեղ աշխատանքային գործընթացի ժամանակ կամ հիմա այսօր տեղյակ եմ, որ խնդիր էր ծագել եւ ջերմուղը քաղաքապետարանի հետ միասին մեծ սեղանի շուրջ են նստել եւ փորձել են գտնել եզրեր, որպեսզի աշխատանքները մեկը մյուսին չխոչընդոտեն։ Նման մեխանիզմը չեք կարծում, որ օգուտ է։ Լսեք ասեմ։ Այստեղ պետք է համարձակ մարդ, որ կարողանա այդ քանդոց, ովքեր որ այդ գործունեությունը ծավալում են, քաշ ունեցող մարդ է պետք, որ ասի գիտեք, այս ասֆալտը պարդադիր պետք է անեք։ Իմ օրոք ես խեղդում էի, որ ասֆալտը նորմալ անեն, վիճակով անեն, այս անեն, բայց ես չգիտեմ հետագայում ինչ կլինի։ Հնարավոր չէ անել։ Գիտեք, այդտեղ մի քիչ դժվարություններ կա, դժվարություններ ու բարդություններ կա, ջերմուղը քանդում է, գազը քանդում է, Էլցանցը քանդում է, Արմենտելը քանդում է, Վիվասելը քանդում է, այսինքն բոլորը քանդող են մի քաղաքապետարան իր չեղած բյուջեով։ Դրա համար ազգային ժողովի պատգամավորներին, իրանք որ պատգամավոր էին փոխոսնակ էին, ես բարձրացնում էի մշտական։ Դուք որ 12-14 տարի գնացել եք մեն ձեր անձնական բիզնեսի մասին եք մտածում, հասկանալի է, 90%-ի մասին եմ ասում, այստեղի պատգամավորներ 99։ Ուրեմն պետք է մտածել քաղաքի համար, այսինքն պետք է որ այդ դոտացիաները, որ հաստատվում է հանրապետության, ուրեմն բյուջեում Գյումրիի համար լրացուցիչ գումարներ են պետք։ Բացի դրանից, ներողություն ասեմ, սպասի բացատրեմ, հենց սպասի ինձանից սովորի։ Հիմա ասեմ, ուրեմն պատկերացրեք, որ հիմա Շիրակում ծմերը 8 ամիս է տևում։ Երևանյան դաշտավայր, Երևանում եւ Արարատյան դաշտավայրում 6 ամիս։ Այսինքն այդ դոտացիան, որ տալիս են, պետք է անպայման
այդ սկզբունքով տան այս հատվածին։ Ավելի շատ գումար պետք է տան, ոչ թե մեր պատգամավորները այնտեղ ջրերը բերանը առած պետք է նստեն։ Երևանի սուպերմարկետները նույնքան գումար են մուծում, ոնց որ մեր կրբակներն ու մնացածները։ Այս տարանջատումները խելացի մարդիկ պետք է գնան, որ օրենք մշակեն։ Իսկ մարդիկ գնում են միայն իրենց բիզնեսը պաշտպանելու եւ իրենց ունեցվածքը պաշտպանելու։ Այս դրա համար ցավում եմ, որ նմանատիպ մարդիկ են գնում, այն երեք էլ տեսնում են Շանտորեն հկներին տեսնում են միայն ավականիների մասին են մտածում։ Դու ազգային ժողովից սկսեք։ Կարևոր ազգային ժողովի պատգամավորներն են։ Ընդամենը ամիսներ առաջ ազգային ժողովում թափուր պատգամավորի տեղ կա։ Ժողովուրդը սպասում էր, որ առաջադրվեք, ինչի՞ չառաջադրվեցիք։ Գիտեք ինչ, իմ տեղս ազգային ժողովը չի։ Ես չեմ ուզում գնալ ազգային ժողով։ Ինձ ոչ այս ինձ պաշտոնը չի հրապուրում։ Ես որ 96 թվականին առաջադրեցի իմ տեխնազությունս, ես առաջադրեցի լոկ մի բանի համար, ում որ օգնեցի դարավ քաղաքապետ, ում օգնեցի դարավ պատգամավոր, հետո իրենց անձնականը ավելի շատ գերադասեցին ու փախան, իսկ մենք էլ այստեղից փախնող չէինք, ոնց որ հիմիկվա համայկապետը ինչի ստեղ է ապրում, Բախում Գյումրեցի չէ, նա ինչ Գյումրեցի։ Մենք հեշտ տեսել ենք փողոցն ինչի պատտվի ժողովրդից շփվին, բան դրանք երևանցիներ են։ Եկել են ուղագի ստեղ ծնվել են, հիմա Գյումրիի անունով ինչ որ բան են արել, իրանց համար լավ բիզնեսներ են ստեղծել։ Հիմա անձնական դա վիավորանք չէ, ես ճշմարտությունն եմ ասում ու հետո մյուսն եմ ասում, սպասեք։ Այսինքն այստեղ պետք է նորմ այն ներողություն 96 թվականին ես որ ընդրվում էի լոկները համար չէի գալիս որ դառնայի քաղաքապետ կամ դառնայի պատգամավոր կամ բան ոչ ես եկել էի քաղաքի թասիբը քաշելու եւ կարողանալու կառուցապատելու նոր մի քիչ առաջ շանտով հիմա դրանից լավ որ այդպես է անդրադառնամ ուրեմն այսօրվա Ջելավյանը որ այնտեղ նստած է 400 միլիոն բյուջեից 350 միլիոնը պարտքով իմ վրա ես ընդունեցի 99 թվականին պատկերացրեք 90%-ով պարտք եմ ընդունել իսկ հիմա ես ընդամենը 1 միլիարդ 100 միլիոն ենք թողել 3 միլիարդ 200 միլիոնի մեջ 1 միլիարդ 100 միլիոն իսկ այն ժամանակ 400 միլիոնի մեջ 350 միլիոն պարտք մենք մի անգամ այդպես շատ չելանք այսպես խելագարված ասեցինք նախ Ամերիկան է պարտք Ֆրանսիան Ռուսաստանը Հայաստանն է պարտք այս վարչապետերը որ փոխվում է Հայաստանի կառավարությունը ոչ միայն Հայաստանին Ամերիկային Ֆրանսիային Գերմանիային Իտալիային որ երկիրն է ուզում այդպես է հիմա վարչապետերը որ փոխվում են գալիս ասում են այս պարտքը ես չեմ տալու չհասկացանք Այսինքն օրենք այստեղ կացին կար մի հատ, այստեղ կացին կար, մնջոկա բան, դրանք օրենքից ավելի շատ են հասկանում, իրավահաջորդն ինչ բան է, քանց թե սրանք, ինչ թե փողը չեմ տալիս, գումարը դու ով ես որ չես տալիս, փոխադարձ ատկցել է կազմած ամեն ինչ արված, ժողովուրդը դռները ծեծում ջարդում է, դու ուղղակի ուզում ես մասաներին հանես այսօրվա երկրի իշխանության դիմաց, ուրիշ բան չկա քեզ, ես դա հասկանում եմ, բայց հիմա դրա համար կա ճանապարհ, սպասի այդ ճանապարհները բոլորը հատիկ կհարթենք, եւ ինչ ստացվեց, 400 միլիոն բյուջեի մեջ 350 միլիոնը պարտքով ընդունեցի Մի քաղաքապետարան, որը վարձակալությամբ էինք նստած։ Մի քաղաքապետարան, որը վարձակալությամբ էինք նստած։ Կարողացանք այս քաղաքապետարանը կառուցել։ Հիմա էլ ինձ մեղադրում են, թե այս քաղաքապետարանը այսքան մեծ ինչ են կառուցել։ Կամ այս հյուսիսային կողմն են ասում, չգիտեմ, ես այստեղից որ նայում եմ, աջ կողմը ինչի՞ չի վերանորոգել։ Քաղաքն ու քաղաքապետարանը պատկլուչ հանձնել ենք, ձեր խոսքերով։ Հա, դեսպասի ասեմ։ Ուրեմն չեմ ուզում քեզ այդ դու որ խոսում ես, ես բարձրացնում եմ ձայնս։ Սպասի վերջացնեմ, երբ կվերջացնեմ դու ասա։ Հիմա տեսեք, ամբողջ քաղաքապետարանը կառուցեցինք, առաջի հարկն էլ 19 միլիոն դրամով տվեցինք այս բանկին, բանկն է ներդրում արել։ Այսինքն մենք մարդ կդանք ճարբիկություն արեցինք, քաղաքապետարանի բյուջեից գումարը չտվեցինք։ Տվեցինք այս մարդուն, ասեցինք դու սա հիմա վերակառուցի, հա, այս առաջի հարկը կառուցի, քեզ տարիում կեսը թե 2 տարով կնստես, հետո նորմալ վիճակում կհանձնես քաղաքապետարանի։ Հիմա իրանք այսօր իմացա, որ 31 միլիոն գումար են տալիս երրորդ հարկի վերանորոգմանը։ Մենք 19 միլիոն ենք ծախսել ուրիշի գումարներով։ Իսկ իրանք 31 թե 33 միլիոն արտնտվել են, որ երրորդ հարկն է 3-4 սենյակ ես արդեն վերակառուցել եմ։ Երկրորդ հարկից էլ սենյակներ կա վերակառուցած։ Առաջի հարկը ընդհանրապես է վերակառուցած, այսինքն սրանց մոտ մնացել է մենակ այդ վերջի հարկը, սովորական մեկ է դահլիճը։ Մինասի որմնանկարներից, որ այսպես խոսում են պարտքերը, 50 քանի միլիոն էին ուզում։ 50 քանի միլիոնը դարձրեցինք 37 միլիոն, 37 միլիոնի 34-ը տվել ենք։ Մնացել ընդամենը տակը 3 թե 4 միլիոն դրամի պարտ, չաշված, մնացած գումարները, որ Ալեքսանդրապոլում կերե, քնե ամեն ինչ արել են, այդ էլ բաշխելու է Մինասի անբան հետ կապված։ Չնայած հələ չենք բաշխելու, որտեղ ինքը իր գարեջրի գործարանից պետք է ինչքան մենք բաշխենք, այդքան ինքը պետք է բերի տա։ Որ նայենք հələ վերջը մի կոպեկ էլ դուք տվեք, էլի։ Եվ այսպես պատկերացրեք այն ժամանակ պայքարում էինք ամբողջ կառավարության դեմ, մշակույթի նախարարությունը դուք հիշում եք, ձեր լրագրողները ընդեր են, մշակույթի նախարարի հետ։ Այսպես ադամի տված պայքարում էի, որ Մինասի որմնանկարները այստեղից Երևան չտանեն, հալալ եղներ, մի քանի հկային էլ ելան կողքերս կանգնեցին, հալալ լինի դրանց էլ։
Եվ կարողացանք այդ Մինասի որմնանկարները մեր Մինասի, ոչ թե այդ կներեք, մեր Մինասի որմնանկարները բերենք Գյումրու քաղաքապետարան 34 միլիոնը տված, ուղղակի մի շաբաթ չհասցրեցի, որ կախեի, թե չէ ես դրանք կախե վերջացրել էի։ Եվ այս կան վայնասուն, այս կան ողբ, այս կան տառապանք սրանց բերանից լսելով։ Նախքին շատ մարդիկ էլ ասում են պատերազմ, երկրաշարժ, ուրեմն շրջափակում։ Հիմա էլ պարտք, բյուջեն գումար չկա, լավ բյուջեն գումար չկա, Պաբեդայի այդ ճաղերը տեսել եք։ Լավ 10,000 դրամ չունեն, սվարճիկ չունեն, սրանք եկեք ես գումարը տամ, այդ գոնե անարմար է խայտարակություն է։ Թոզի մեջ խեղդել ենք, լավ այդ բանվորները, այդ սովորական մի քանի հատ հավաքարար, դուք չունեք որ քաղաքը մաքրեք, կամ այս ձյունը որ լծվեց, ես հրապարակը սենց էի, պահում, սա որ էստեղ պատուհանից նայում եք։ Մի ձյունը օդի մեջ էի բռնում։ Պարոն Կրկիկյանը հարցում են։ Սպասի մի հատ, բնակոմունալ բաժնի ղեկավարը եղել։ Սպասեք քաղաքապետը վերջացնեմ, ուրեմն ուշադիր լսի։ Ասում է դե բանը, տեխնիկա չունենք, 4 հատ ջրացան մեկենա թողեցինք, 2 հատ տրակտոր վերջում էի գնել, մի հատ ուրեմն գրեյդեր ունեինք, քաղաքը մենք ժամը 6-ից 5-ից հանում մաքրում էինք ամբողջ քաղաքը, այսօր որ ժողովրդին հարցնես, գոհ են սրանց աշխատանքից, կամ այս աղբը որ մնացել է, այս աղբը փողոցի չգիտեմ այս բաները որ մնացել են, դա էլ է պարտ, իրանց հարցը մեկ հարց, եթե նման տեխնիկա ունեք, ինչու քաղաքապետարանը պայմանագիր էր կնքել 4 աղբը հանող կազմակերպությունների հետ, այժմ գործող քաղաքապետը վստահեցնում է, որ քաղաքապետարանը իզորու է պատասխանել։ Հասկացաք, այդ հարցին լուծում։ ջրացան մեքենան, աղբը կենցաղային տեղափոխող մեքենաներ են։ Ասում եք տեխնիկական միջոցները բավարար են եղել։ Այո։ Դուք կոյեք միանշանակ երբ ոնց որ մենք 10 տարի նման նույն տեխնիկայով աշխատել ենք ու մի անգամ դժվարություն չի եղել, այսօր այդ նույն տեխնիկան թողել ենք իրենց։ Այսինքն ձեր ղեկավարման տարիներից աղբից ոչ ոք չի Հայաստանի փոխել։ Հանրապետության գնումների մասին օրենքով կենցաղային աղբը մաքրելու համար պետք է հրադարվի մրցույթ եւ չեզոք կազմակերպություն, որը իրավասու է եւ համաձայնված է համապատասխան տեխնիկայով մրցույթով պետք է իշխարի ու կենցաղային աղբը տեղափոխի։ Իսկ ինչ մնում է կներեք։ Իսկ ինչ մնում է շին աղբի մասին։ Շին աղբը տեղափոխել է, դա ինչ է, փողոցային է, որ ամեն օր մաքրում ենք, փոշին է, շինական աղբը, որ ժողովուրդը բերում լսում է փողոցի վրա, դա մենք ենք տեղափոխում։ Նույնիսկ ուժև տուգան կա, չէ՞։ Հիշում եմ ձեր մի կարևոր բան ասեմ։ Հիմա նոր լսեցի Շանտով կոմունալ բաժնի պետը եւ մյուսային աղջիկը նստած խոսում են, ասում են քաղաքի փոսային ասֆալտապատման համար միայն 2 միլիարդ 500 միլիոն դրամ է պետք։ Մենք ասֆալտապատել ենք փոսային վերանորոգման համար անցած տարի 230 միլիոն դրամի, որից 20 միլիոն չակա լցումներն են։ Որից 20 միլիոններ չակա լցումներ են կարել։ Ինչ մնում է Արագած ճեմափողոցին։ Դա մենք գտել ենք մի Ղարաբաղի կազմակերպություն, ինչ որ եկավ պայմանավ, ասեց ես կասֆալտապատեմ, ասենք 4 տարվա ընթացքում ձեր գումարները կտանք։ Այս մարդիկ սկսեցին աշխատանքը, հիմա մնացել է, մենք կարող ենք 4 տարվա ընթացքում այդ գումարները փակել։ Թող իրանք էլ հիմա մեր 30 հատ կազմակերպություն կդնեն։ Ամեն փողոցը ասֆալտապատեն 4 տարվա, 5 տարվա թասիբ նամուս ունենան, խելք ունենան, կարողանան գործը տանել առաջ։ Հիմա դուք պատկերացնում եք 200 միլիոն է նախատեսվել քաղաքի փոսային ասֆալտապատման համար։ Եթե իրանք հաշվում են 2 միլիարդ 500 միլիոն, բա մնացած քաղաքը 200 միլիոնով ինչ պետք իսկ իմ ժամանակ մի հատ փոս չէր գտնվում։ Բոլորը մենք սեզոնի ժամանակ վերջացնում ենք։ 12 թվականին վերջում չհասցրեցինք մենք Խրիմյան հայրիկը, որովհետև վերջնամասը, որովհետև եկան, խառնեցին, բան արեցին դրա համար, մենք դրանք հասցնում էինք, անում էինք, աշխատում էինք։ Մենք չէինք ասում, թե գիտեք ինչ կա, այսօր մեր բյուջեն այսքան է։ Այսինքն, եթե բյուջեով նախատեսված էր 3 միլիարդ էր մեր բյուջեն, մենք արել ենք 4 միլիոնի կամ 5 միլիոնի աշխատանք, որովհետև դա պահանջարկ ուներ։ Մեզ վստահում էին, հավատում էին, մենք կազմակերպում աշխատում էինք։ Մյուսն ասեմ, այդ պարտքերը ոնց կարելի է փակել։ Հասարակ սովորացնենք, ասենք ոնց կարելի է պարտքերը փակել։ Մենք ամսվա ընթացքում հավաքում էինք 100-ից 150 միլիոն դրամ սեփական եկամուտները։ 100-ից 150 միլիոն։ 6 ամիս 8 ամիս աշխատանք այստեղ չեն կարող անել։ Հիմա թող 8 ամսվա հավաքեն, փակեն։ Ես պատկերացրեք այսօր քաղաքում մենք որ գնացինք, հսկայական վկայականներ թողեցինք, հսկայական դիմումներ թողեցինք իրենց, որ այդ մարդիկ ցանկություն են հայտնել հողերի օտարում, ասում ես հողերը տվեք մեզ։ Սրանք ընդամենը մի 10-20 որոշում ունեն։ Մինչև այսօր Պետարանը նշում է, որ չկան հողեր, որոնք կարելի է հատկացնել։ Դե հիմա լսի ուրեմն։ Իրանք լավ գիտեն, որ կա, ուղղակի չկա բառը սովորել են, որ ամեն ինչի գլխացավանքից ազատվեն։ Մենք տեղերը գիտենք, թողնեին երթային, մենք ենեինք, կամ կան սովորացնենք։ Գաղտնիք է, չեք ասի։ Կան սովորացնենք, ասենք, հիմա ասեմ 4400 հեկտար հող կա քաղաքում։ 4400 հեկտարից հարգատու է, ես մոտավորապես եմ ասում, 1100 հեկտարն է հարգատու, մոտ 1000 հեկտարն է փողոց և կանաչ գոտի է, 2000 հեկտար մոտավորապես, այսպես գտնվում է ուղղակի քաղաքում,
Ուղղակի 2000 հեկտար, այսինքն որոշակի մասը զբաղեցրել է աբորենի շինություն ու այս ու այն։ 10000 աբորենի շինություն կա, որ մարդիկ հիմա սրտանց ուզում են, որ այդ շենք շինությունները օրինականացնեն։ Օրինականացնելուց եւ գումար է մտնում բյուջե, եւ գույկահարկ են մծում, եւ հողահարկ են մծում։ Այ ես հիմա խորհուրդ եմ տալիս։ Իրենց այդ Գասպարյան Հենդոին ես խեղդում եի, դրանք հիմա ուրախացել են, որ ես չկամ, որովհետեւ գիշեր-ցերեկ նրանք գիտես ոնց էի դադեցնում, աշխատացնում։ Հիմա թող այդ բաժինները ուժեղացնեն։ Իրենք կարող են հսկայական գումարներ հավաքել։ Ես եղբայրասիրով եմ, եղբայրական սիրով եմ ասում, ոչ թե իրանց։ Այդ մարդու նկատմամբ էլ խոսել չարժի քաղաքի համար։ Ես պատրաստ եմ օգնելու, թող կան ասենք, տեղերն ասենք, սովորացնենք, մարդկանց խնդրենք։ Հիմա որ գիշեր-ցերեկ ողբում եք, որ պարտենք, ելուց կգա ձեր ասվածեկանը։ Ով կգա ձեր ասվածեկանը։ Մի քանի կառույցներն պարտքի տակ են, ով պետք է անի դա։ Գումարները չեն տվել։ Եկեք պայմանավորվենք։ Մեկ հարց ես եմ տալիս, դուք խոսում եք 2 րոպե, լավ։ Այլ կերպ ասած, կարծում եմ, որ 5 ամիս է, որ չենք խոսացել, մի քիչ հնարավորություն, ինձ ավելի շատ է ուզում ժողովուրդը լսել։ Եթե ուզում ես քեզ անիծեն, սուս խոսա։ Չէ։ Դե ասա։ Եկեք ժողովուրդը քեզ բան կասի։ հեռուստատեսային էթիկան, լավ։ Հա, աղջիկ։ Ձեր ղեկավարման տարիներին նաև շրջանառվում է, որ աղբահանության գումարներ են յուրացվել, քանզի պարոն Կրկիկյանը այստեղ է, ես այդ հարցը ուղղում եմ ձեզ։ Բաս ես պատասխան որ Կրկիկյան։ Ուրեմն գումարների յուրացման ներողություն, Կրկիկյան ուրիշ բանի համար է եկել։ Ուրեմն գումարների յուրացման հետ կապված 0 լումա, եթե եղավ, մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում։ Նմանատիպ բան քաղաքապետարանում 1000 դրամ, եթե մեկը յուրացրած եղավ, ես եմ պատասխանատվությունը կրելու դրա տակ, նայ, ես պես մնացածից չեմ փախնում, ընդհանրապես մեծերը, հա, ընդհանրապես պաշտոնյաները, որ ուզում են տակից փախնել, ասում են բաժնի պետք է արել, մասնակետն է արել, չգիտեմ ինչ արել, իսկ ես ասում եմ, ես պատասխանատվություն եմ կրում, նմանատիպ բան միանշանակ չկա։ Յուրացում է արել այսօրվա քաղաքապետարանը, որ մարդկանց գումարները գողանում չի տալիս։ Փաստեր ունեք։ Այո, հիմա 2-3 կազմակերպություններին պարտքեն մարդիկ աշխատանքներն արել են, գումարները նախալնի ձևով չեն տալիս։ Պետական ռեկետ են անում սրանք։ Չնայած սրանք պետություններ, ինչ պետություն։ Երբ որ իր ժողովրդի փակ բաժնետիրական ընկերությունների գումարները չեն տալիս, մնացածին է կանչում են, ասում են, գիտես, ես քեզ բռնել կդամ։ Ոչ թե մարդիկ են զիջում, ասում են, ես քեզ բռնել կդամ։ Աշխարհի տակ է ինչ կամ կառույց կա, գբերեմ, օջախդ կքանդեն։ Այն մարդիկ էսպես վախեցած քսեն նախքին տարիներին գործ են կերել, բան են կերել, կարող է ամիտ փորձանք բերեն։ Սոնցից իշքան հերո մնանք ենքան ասում մոդիկ։ Մեծ Մոսկովյան Դանիկո կազմակերպությունները։ Եվ Դանիկո, եւ Մեծ Մոսկովյանը, եւ մյուսը, եւ բոլորին հատիկ, եւ այդ ուրեմն այն կառույցը, որ մեպել է տվել, չգիտեմ ինչ է տվել, բոլորին նմանատիպ ձևով վախեցնում են։ Պարոն Ղուկասյան, հաջորդ հարցը, որը շարունակվում է ձեր ղեկավարման տարիներին, դա ավտոկանգառների խնդիրն է, որ չնայած գործադիրը ունեցել է համապատասխան որոշում, այնուամենայնիվ 99 տարի ժամկետով տվել եք անհատի, ոչ անհատերից։ Ասենք, դրա մասին ասենք։ Ուրեմն այդ ավտոկանգառների հարցը, երբ որ ասում են, որ մի գումար 0 դրամ չի մտնում քաղաքապետարանի բյուջե, բացարձակապես սուտ են խոսում։ Բյուջեում արտահայտվում ամեն ամիս 250-ից թե 280 հազար դրամ գումար է մտնում քաղաքային բյուջե։ Եվ եթե հիմա մի հատ կազմակերպություն կա, որ կարող է իրենց ասած 10000 ամսեկան գումարը կամ 100-ից, ինչքան են ասում, $150,000 բաներ են ասում։ Ես այդ կազմակերպությանը կկանչեմ, տղամարդավարի իսկանի մոտ ասել եմ, նրանք կհրաժարվեն, ոչ տատի կտան, ոչ բան, կհրաժարվեն, բայց եթե հանկարծ դրանք չմուծեցին, անձնական պատասխանատվություն են կրել։ Թող նախապես հիմա կազմակերպություն ունեն, թող կան նախապես մուծեն, վաղը հանձնում են իրանք։ Ես կկանչեմ այդ մարդկանց, ես քաղաքապետարանի հաշվի մուծեն գումարը։ Թող հիմա մուծեն, մենք այդքան հարկանք ունենք այդ մարդկանց, կասենք կդան իրենց։ Բացարձակ սուտ։ Սրանք սովոր են սպիտակի վրա սև լցնելու, վարկապեկելու, շար անելու, շար։ Ուրեմն մարդիկ, ես 13 տարի աշխատա, ճիշտ ասած մի հատ անուն ունեի, Վարդանիկ Կլիչկա, մինչև այսօր ասում են, դա վրես եկա։ Հետո ժողովուրդը 3 ուրեմն մականուն դրեց, մեկը դրեց Գյումրվա լուշկով, երկրորդը շինարար ու ողորմած։ Հələ նայ գիշեր-ցերեկ անուն են դրում, չեն կշտանում 5 ամսվա։ Տարբերությունը չեք զգում։ Հələ իջեք ժողովրդի մեջ գլխներից մի հատ լաճակ գցեք։ Հələ տեսեք այս ժողովուրդը ձեզ ինչ է ասում։ Հետո գյուզալական քաղաքը սարքեցիք համայկապետարան են գրել, ինչ են գրել։ Խայտարագություն է, համայկապետարան։ Հայրաքաղաք էի սարքել, քաղաք էի սարքել։ Եկեք գրել են համայկապետարան, չգիտեմ ինչ բան, հերանց տունը սարքեցին Խաղմաս։ Տաքսիստները, որ ասում են քաղաքապետարան, ասում են Խաղմաս կտանենք, միլիցիայի չեն ասում, ասում են Խաղմաս երտանք, չեն էլ ուզում սրա կողքից անցնել։ Հələ տեսեք Փարիզի ոնց որ Փարիզը լինի, այստեղից նայեցի, հետո իբեջը վախտես կողմը չէի եկել։ Մի խոսքով ես չգիտեմ, էլի ենքան բաներ կա, որ ամոթ եմ զգում ուղակի։
մի քիչ անարմար է։ Գիտեք, լտեսեք մի բան կա, Երևանը երեք մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ ասում են, որ 12 թվականին 2.5 միլիոն քառակուսի մետր ասֆալտ են արել Երևանում։ Կապիտալ վերանորոգում են։ Ո՞րն է պատճառը, որ երկրորդ քաղաքում գոնե դրա 1/10 մասը չի արվում։ Պատճառը գիտեք որն է, ազգային ժողովի պատգամավորները ձերն էլ։ Քաղաքը բոլորինս չէ։ Հանրապետական բյուջեն Չհրաժարվենք, ինչը վատ է։ հանրապետական բյուջեն կազմելու հասարակական ժամանակ բարի լինի։ Մի անգամ չտեսանք։ Ձայն բարձրացնել։ Հետո ստեղ բարգավաճն է հաղթել։ Ստեղ բարգավաճն է ձայները տարել։ Դե թող ելնեն խոսեն, ուրան են դրանք։ Թող ելնեն պահանջեն ասեն 2 միլիարդ ու կես, որ Երևանին ասֆալտ է կանում, 2 միլիոն ու կես։ Բայց Գյումրի համար ինչի՞ չեք անում հեշ բան։ Հա արել եք չնչին բաներ։ Հələ պատկերացրեք Իսահակյանը կարողացանք վերջը նախագահան բան ինչ որ բան արեց հսկայական։ Ու դրեցին քանդեցին։ Բերեցին, ջերմուղով մենք չքանդեցինք։ Հենց նորից իրենք քաղաքապետարանը դրա համար անձնական վիավորանք եմ տվել, այ գիտի այն ժամանակ անձնական մարդկանց իմ քաշիկի վրա ասում է արա այս ինչ եք անում ուրա ցերես այս ինչի սա առաջուց չարեցիք ինչի դրեցիք հիմա քանդեցիք սկզբից ինչի չկար կոմունիկացիաների հարցը լուծեցիք մի խոսքով նմանատիպ բաներ այստեղ ունեիք ժողովրդի կողմից ընդրված քաղաքապետ որ ձեր թասիբը քաշում էր ոտը կերակ Սպես հավաքվակ այդ բորենիներով մի քանի հոգով հավաքվան, դավերով սարկեցին ոտը կերան, հասկացար, բայց Աստված ինձ հետ է։ Տեսար ոնց խայտարագրեցի, շաբիկները պատրվեցին։ Անդրադառնաց նաև ամենափրկիչին։ Հա, լավ ասեցի, դե մոռացել էի, ամենափրկիչին։ Այս տղեն էլ ասում է խաչը պետք է օձենք, բան։ Այդ տղա դու ինչ գործ ունես ամենափրկիչից։ Ես այսքան միլիոններ եմ ծախսել ամենափրկիչ։ Այս 13 տարի կառուցում եմ։ Մի գարեջուր ուղարկեցիր։ Սուրբ նշան էի կառուցում։ Մի օր եկար բանվորներով վրետե ամակունեի քեզի ես օգնեցի դարար պատգամավոր քանի անգամ այդ ամեն ինչը տվել եմ ես հասկացար Մարզբեդունի մինչև այսօր բաներ գիտե որ պատմել եմ զարմացել եմ թե ինչ ձևով ես անցել ոնց ես արել ոչ ընդրվել ես քաղաքապետ ոչ պատգամավոր դու լեգիտիմ մարդ ես լավ դրան բան չասեմ հետո մենք իրար հետ անձնական կխոսենք մի օր Պատկերացրեք ամենափրկիչը ուրեմն ես 30-20% քաղաքապետարանը մասնակցություն ունի մնացածը իմ անձնական գումարների հետ է կապված չեմ էլ ասում ինչ թվեր եմ ծախսել ես գիշեր ցերեկ Բայց որտեղից եք այդ գումարները ծախսել Աղջիկ ջան այ քո մամա լավ գիտի ես 82 թվականից կոմունիստների ժամանակահատվածից ֆերմերությամբ եմ զբաղվել առաջ կոոպերատիվ Սպարտակը ես եմ ստեղծել որ Գուլբան Ասկեղեն է ես արտադրում մարդիկ գալիս մեզանից Գուլբան Ասկեղեն գնում տանում էին այսօր հարստացան իսկ մենք այդ արտադրամասերի տերերն ենք եղել հացիփուրեր ատրակցիոններ չգիտեմ ինչ աստված գիտե խանութներ դուրս ու ներս մինչև այսօր է դրսերում գործեր ունենալով այսօր էլ փարկասու մի հատ այնց հետաքրքիր գործարան գարեջրի գործարանել են բացելու մի քիչ ժամանակ տվեք, հիմա ես քաղաքականությունից մի քիչ հեռանամ, նայեք ինչեր ենք անելու, մի քիչ համբերեք, կտեսնեք թե ինչ հսկայական բաներ ենք անելու։ Այսինքն հիմա ես տնեմ այս ամեն ինչը կազմակերպեմ, սարքեմ, ինքը վազելով կա, մի 10,000, 20,000 ծախսի, ասի խաչը ես օձեցի, իսկ հետո գիտես ասում են բոյովների հետ կապված բաներ կա, կներեն բոյովները ինձ, բայց ասում է ինչ որ հակուստով ընդունում են, հա? Հակուստով ընդունում են ու բոյով Խելքով ապրելակերպով ճանապարհում են։ Չէ, հայերը, դա ռուսների վրա մի քիչ։ Հիմա գիտեք ինչ կա, մի քիչ մարդիկ նամուս, այն օրեր գրություն են ուղարկել թե Շին հրաբանակը ազատեք, մշակույթի քաղաք եղի, այսինքն այս կռան բանը պետք է հանենք, խաչ բամ չտնենք, եկեղեցի պետք է չսարքենք։ Շինարարություն չանենք։ Այս քաղաքապետարանն է ուղարկել, ես հենց պատրեք գցել եմ մուսորնի ящիկը, հասկացար, աղբամանն եմ գցել։ Չեք ուզում որ հարիշ տեսքով ներկայանանք հյուրերին։ Աղջիկ ջան, կեցեք ամենափրկիչը կառուցենք։ Այդ մշակույթի քաղաքն էլ ես եմ ստեղծել։ Մեր այս արձանախմբերով, բաներով մեր ժամանակ է դա եղել, սրծամը մենք են գլխից տվել ենք։ Խոմ իրա օրոք չի եղել։ Հետ կապված է, չէ՞ պարտքեր կան։ Լսեք հլը։ Այս կան կոմունիստները 100 տարվա ընթացքում այդքան արձանախում չարեցին, ոնց որ այս 13 տարվա ընթացքում։ Դուք վատ եք զգում, բայց մշակույթի քաղաքը եկան, տեսան, հասկացան։ Հիմա էլ իմացել եմ, որ ուզում է Վարդանանց անունը փոխի այս հրապարակի ու Վարդանանց արձանախումբ։ Այդ տղա, դա ես չեմ, դա Վարդան Մամիկոնյանն է, Ավարայրի սրբերն են։ Հիմա դուք Վասակյան եք։ Դավաճան Վասակը արժանացավ անեցկի Վարդան Մամիկոնյանի ու Ավարայրի 451 պատերազմի սրբերին դեմ գնացողների անեցկին մեղք եք հանգարց չարժանանաք հետո այդ ժամանակ օրենքը
այդ ժամանակը գցեմ այն կողմ ու դու անձնական պատասխան կտաս։ Հələ փորձե ավարայրի սրբերին մոդենան։ Ուրեմն ովքեր որ ավարայրի սրբերին մոդեցան, լավ իմացեք, իմ տան մեջ Վարդան Մամիկոնյանի նկարն է։ Իմ կաբինետում Վարդան Մամիկոնյանի նկարն է եւ յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր երկրին պատիվ է բերում ավարայրը Վարդանի եւ նրա սրբերի մնա 1036 սրբերով։ Դրա մասին քննարկել, առարգել ուրախ չեք որ կողմը գնում եք։ Հիմա ուր որ գնում են, ուր որ նստել են իմ սարկածս։ Ուր գնում են իմ սարկածը։ Գնում են խորմչեցի իմ սարկածը։ Գիտեք ինչ կա, շատ քաղաք, ես ասեցի 100 տարվա ընթացքում այսքան բան չէին սարքել։ Մենք այդ պարտքերն որ կա, մեկ էլ Շահումյաններ պայեցին։ Մյուսը քեզ ասեմ, այսօր ասում են թե 2 միլիարդ ու կեսի գումար է պետք 2 միլիարդ ու կես, այսինքն եթե սրանք հիմա մի տարվա ասֆալտն անեն, մեկից 2 միլիարդի, 2 միլիարդ 300 միլիոնի պարտքի տակ են ընկնելու մի տարվա մեջ։ Չէ, այսօր ասում են Շանտով, Շիրակով, Շանտով, այդ Շանտը, այդ ինչ գովք է գովում այդ Շանտը դրանց։ Այդ ինչ հարազատ ախպեր են դարձել, վերջը լավ։ Հիմա այնտեղից մի ամիտ տեսա, որ սրանք ասում են թե 2 միլիարդ 500 միլիոնի գումար է պետք։ 2 միլիարդ 500 միլիոն է քո բյուջեում միայն աշխատավարձը 1 միլիարդ 700 մոտավորապես կլինի, ինչքան ես հիշում եմ, հասկանալի է, չնայած 200 հոգու ազատեցիք աշխատանքից։ Ազատման հետ կապված 250 հոգու։ Քաղաքում ասում են, որ Վարդան Ղուկասյանը կոոպերատիվ քաղաքապետարան է բացել եւ իր աշխատակազմին, իր թիմին տարել է այնտեղ, ճիշտ է։ Հա։ Նեղում են այստեղ այս քաղաքապետարանում։ Ում են նեղում։ Ձեր թիմակիցներին։ Իմ թիմակիցներին չեն կարող նեղել։ Ուղղակի մենք հələ մինչև այսօր չենք ուզում ինչ որ սրանց համար մի վատ բան արած լինենք։ Մենք ուզում ենք որ աշխատեն։ Ոչ թե սրանք բամբասեն, այլ աշխատեք։ Մեզի չեք կարճե մեզնից։ Ինչեք բռնեք կարճե մեզ։ Գնացեք աշխատեք։ Աշխատեք ցույց տվեք։ Մենք սկան գործ ենք արել։ Ես մի բան ասեմ, որ մենք 2006-2007 թվականին ճանաչվել ենք Հայաստանի Հանրապետության ամենալավագույն քաղաքը։ 2008-2009-ին ամենամշակութային քաղաքը, ամենասպորտային քաղաքը, ամենամաքուր քաղաքը։ Եվ սա USAID-ին ու Հանրապետության տեղական ինքնակառավարումն է, եւ նախագահի, եւ վարչապետի, եւ բոլոր պարգևներին այս մարդը արժանացած մարդ է։ Այդ աղա որ կողմը գնում եք իմ սարկածս է։ 100 միլիարդի միայն մասնավորը ներդրում է արել այս քաղաքում, 100 միլիարդ։ Հայաստանի բոլոր քաղաքներն ու գյուղերը միասին այդքան ներդրում չի արված, ոնց որ իմ օրոք։ Ասում էի, հələ հիշում ես ինչ էր ասում, ներողություն։ Ասում էր թե նախքան բան ասում էր պիտի գանք ներդրումներ պիտի անենք։ Մարդիկ պիտի բերենք, չգիտեմ, եղբայր քաղաքները սա հմից հանգերն են, ածեբան են անում։ Դու ձեզ ով փող կուտա։ Ով ձեզ փող։ Հələ մի հատ ցույց տվեք։ Հետո ասում է 170 թե 140 միլիոն ասում է թե պիտի բերեմ այս փողոցի բաները փոխեմ։ Չէ, լուսավորության փոփոխություններ կատարում են։ Լուսավորությունը, լամպոչկեքը այդ բաները ուզում է փոխել։ Այդ քեզ ով է տվել դու այդքան շեկեղություն անես 170 միլիոնի, թե այդ կազմակերպությունը քո կազմակերպությունն է, ուրիշի անունով ներմուծում ես դու։ Քեզ ով է իրավունք տվել, մենք լամպերն ունենք, այ ավականիները այստեղ ավականու գործունեությունը պետք է ասի։ Դժգոհ եք ներկա այս ավականուց։ Չէ, հələ նայենք ինչ են անում, տեսնում ենք, լավ էլ տղեկ են, բան, հələ նայենք ոնց է ստացվում։ Այստեղ պետք է ասեն թե այդ քեզ ով է իրավունք տվել, մենք ունենք լամպոչկեքը, Երևանը նմանատիպ շեկեղության չի գնում։ Այդքան բյուջեն, հանրապետական բյուջեից, այդքան ներդրումները արվում է Երևանում նմանատիպ քայլի չեն գնում։ Այս քեզ ով է իրավունք տվել դու 140-150 միլիոնի լամպոչկեկ ես բերում փոխում։ Մենք դրանց տեղը լավ գիտենք։ Մենք ավելի լավ գիտենք, մենք արևի էներգիա կարող ենք ստանալ։ Մենք հազարումից էլի կազմակերպությունների հետ խոսում ենք, բայց այսօր համար առաջի խնդիրը նախ ինչն է։ Հետո ինչ ես քո աշխատավարձը բարձրացրել մարդկանց ամբողջ մշակույթի կրթության աշխատողների, այն 30-40-50 հազար մարդկանց 10 հազարները կրճատել ես, 250 հոգու քաղաքապետարանից ազատել ես, լսի, շնորհքը, ուշադիր լսի, մեռած հաստիկներ չկար Ջիլավյանի օրոք, Ջիլավյանի օրոք ջնջեցինք մեռած հաստիկները, իմ օրոք, մանկապարտեզները ամեն երեխու համար $1 հաղ չեն տվել, ուշադիր լսեք, ուրեմն, մեր օրոք, մարդկանց կարողացել ենք պահել, աշխատավարձը բարձրացնել, կարգախոսերի տակ չմտնել, կարողացել ենք միայն քաղաքապետարանի համար 625 միլիոն բյուջեից գումար բերել։ Մյուսն եք ասեմ, 4000 բնակարանը Արունովս կառուցվեց, 4000 բնակարանը կառուցվեց հիմա, եւ այս 4000 բնակարանի տագի հողներ վաճառեցինք պետությանը, 225 միլիոն էլ այդտեղ բերեցի քաղաքապետարանը կառուցեցի։ Հələ ձեր ճարբիկությունը ցույց տվեք։ Մի հատ ճարբիկ ես եթե հավատացեք տեսնեմ որ թեկուզ այսօր ինչ որ լեգիտիմ չի եղել ինչ որ բան էս կոմենկում, բայց կարողանա գումար բերի։
թե ճակատը չհամբյուրեմ ամոթեղնի ինձ, խաչն ու ավետարանը վկա, թե ես ներողամիտ չլինեմ։ Ուղղակի հիմիկվանից սրանց ասում եմ, արա գործ արեք, մեզի մի բան ասեք, մենք ինքնասիրության համար կարող ենք 10 տարի, 20 տարի դատվել կամ մեռնել։ Շարերդ քաշեք, գնացեք գործ արեք։ Մենք եկել ենք ձեզ ասելու շարերդ քաշեք, գործ արեք։ Եթե տեսնում եք, որ 1000 դրամ չարաշահում կա, մինչև վերջ գնացեք, բայց շարը մի կպցրեք մեզ։ Պարոն Ղուկասյան, ես գիտեմ դուք տղամարդ։ Թույլ կտաք։ Ասա։ Ասում եք ամեն ինչ ձևակերպված է եղել, ամեն ինչ օրինական է եղել։ Վերջին ավագանոնիստի ժամանակ բարձրացվեց, որ նախկին քաղաքապետի օրոք արխիվային թղթերի հետ են խնդիրներ եղել։ Բոլոր այն գործերը, որոնք վարչական վարույթ են ընթացք են ունեցել, չկան պահպանված։ Ինչ են եղել այդ թղթերը։ Ներողություն ասեմ, բացարձակ խաբեբայություն։ Ուրեմն սրանք բացի շարից, բացի ավազակություն բանից, ինչ որ այդպես թղթային ավազակությունից բացի, մենք բան չտեսանք, մի փաստ ասեմ, մենք որ եկանք նախկին քաղաքապետարանը Ճիլավյանի գլխավորությամբ բոլոր թղթերը այրել էին, ուրեմն ներողություն, լսի ուշադիր լսի։ Այրվել էր ամբողջ քաղաքապետարանը, եկան ասեցին, որ ամբողջությամբ այրված է։ Եկանք։ Ուրեմն ոչ մի փաստաթուղթ, ոչ մի բան չունենք, ոչ մի բան աբսոլյուտի չունենք։ Չգիտենք թե քաղաքում ինչքան հարգատու կա։ Ինչքան մարդ գույկահարկ եմ ուզում, ինչքան մարդ այսքան տուրք եմ ուզում, ինչ կա, ոչ մի բան չունենք, կարողացել ենք կազմակերպել եւ մի հատ քաղաքապետարան ենք տվել, բոլոր բաժիններում կոմպյուտերացված համակարգիչներով, իսկ արխիվի հետ կապված, փարկասու սենյակը սարկած, ուրեմն պոլկեկը սաղ այդ բաները սաղ կդրտած դրված փաստաթղթեր, ինչ փաստաթուղթ, որ ուզում են։ Օրգանու սենյակը չի, այդ պատշգամբը չի խարծը եւ այդ ուրեմն ինչ փաստաթուղթ, թղթերը կան, պարոն Ղուկասյան։ Բացարձակ խապեպա են։ Խապեպա։ Դատի տվեք, ինչի՞ չեք տալիս զբաղության համար։ Որի հետ կապած, ինչ են ասել, դուք կոնկրետ մի բան ասեն։ Հիմա մենք ինչ ենք ասում, նախ ես դատի տալուց ընդհանրապես փախնում եմ ու շատ իր լսի։ Ես ոչ ցուցմունք եմ տալիս, ոչ է դադի եմ տալիս։ Այ իրանց մարդիկ ասում են, «Էս ինչ կենտանակերպ են եկե»։ Միլիցիան գիտենք, մարդիկ միլիցիային միլիցիկ սպես են անում։ Լսի, միլիցիկ սպես են անում։ Չգիտեն թե սիկ ինչ մաստ է։ Հետո ճագատի գույնի թանակը չգիտեն ինչ գույն է։ Հիմա ես պետք է հարցրեմ, թանակը ինչ գույն ունի, մի հատ այդ գույնը ասենք։ Մեկ են էց արա որ մի տարին կոնե մնա այդ թանակը։ Ասա մի հատ ճագատի թանակը մի տարի կոնե մնա։ Էս ինչ շուշուտ է փոխվում։ Խայտարակությունը ես անարմար եմ զգում։ Գոնե դրանց հետ ինձ մի կամեմադեք։ Հետո եկեղեցուց են խոսում։ Արա խաչը ուշադիր պարոն Ղուկասյան։ Լսի աղջիկան, ես ընդհանրապես հակական նշան տոշիշ չեմ կպծրել։ Դու գնա իրանց հարցրա, որ այն կինոն տեսել ես որ գլխարկը կուկա իրանք կփոխեն։ Այդ դիլ գիրանց տես։ Հարսանիկ Մալինովկայում մամատ գիտի իրան հարցրա կասի։ Ինչ մնում է սրբությունից, որ սրանք խոսում են։ Եկեղեցուց Եկեղեցուց դուք ենքան հերո եք։ Եթե մեկը իր քաղաքական դիվիդենդների համար խավոր է դառնում, խաչը պղծում է, ոսկյա խաչը, որ ընդամենը 10,000, 12,000 կամ 15,000 խաչ կարող է սառնել։ Երկաթյա խաչ է տալիս, մարդիկ գիտեն թե ոսկե տանում տեսնում են, որ տակը երկաթյա խաչ է տալիս։ Ես Ախուրյանի եկեղեցին, ես Օղորմածիկ Սամվել Հովանեսյանը, Աստված լուսիշն իր գերեզմանին։ Աղաս Համբարձումը Մատեվոսյան։ Այնտեղ կար Տարզանը, գյուղապետներ են ժամանակ։ Հիմքերը գցեցինք Ախուրյանի եկեղեցու։ 7 շարքը 8 շարքը շարեցինք։ Մի անգամ մեր անունը չտվեց, հələ մի բան էլ այն օրը մի քանի իրապես մարդիկ եկա, դե ասում են ինքն է արել։ Ես կարող եմ 100 հատ մարդ բերել, ես քո մագարտագին չեմ իշտում, ես քեզ կասեմ, դու համբերի։ Կկա ժամանակը մենք իրար հետ կխոսենք։ Ոչ միայն դա եմ սարքել, այդ գյուղի գրիկոր տատեվացին էլ եմ սարքել։ Տո չերախլովա սրբերն էլ եմ կառուցել։ Տո այսօր էլ բանը մուղնի եկեղեցին եմ այնտեղ վերակառուցել։ 3 առաջորն էլ գցել եմ ամբողջ Սուրբ Կարապետի եկեղեցու պատո։ Մի խոսքով չեմ էլ ուզում թվարկել, ես սրանց պես չեմ որ ասենք մի քանի դբրոցների որ գալիս է դբրոցների ժամանակը 1000 դրամանոց պայուսակները գնում են ընկնում են առաջ։ Ես չեմ ասում որ 10-րդ դասարանցիներին 12 թվականին այդ ներկերը մենք շուկա ունենք 17-ից 18 միլիոն դրամի հակուստ գնեցի ու տվեցի եւ այդպես էլ մշտական մինչեւ այսօր էլ ես ուրիշ բաներ չեմ խոսում ուղղակի չի էլ կարելի շատ բաներ խոսալ շատ էլ խոսում ես սարսափելի չգիտեմ թե կերպը մաստը որն է որ հասկանանք թե սրանք ինչ են որ հասկանանք թե պարոն Գրչիկյանը ինչի էր եկել ասեցիք ուրիշ բանի համար է եկել ասեք հարցեր կա տվեք գիտեք բնակոմունալ բաժինը այժմ ղեկավարում է մեկ այլ անձ ձեր ղեկավարման տարիներ խնդիրներ եղել են, որոնք կան, ինչքան է ասեք մեր ղեկավարման տարիներին փորձեր չեն եղել, աղբը մաքուր է եղել։ Ո՞վ ասես որ չեն եղել։ Եղել են, չեք շղթում։ Աշխատանքային մոտեցումները նույնն են հիմա։
Ձեր մեթոդները կիրառում եք։ Միանշանակ տարբեր են, որտեղ նրանք աշխատանքային փորձ ունեն։ Իմիջիալս ասեմ, որ ես նախկինում աշխատել եմ կոմունիստների ժամանակահատվածում շինվերանորոգման վերանորոգման տրեստում, մոտավորապես 10 տարի, ընդ որում արտադրատեխնիկական բաժնի պետ եմ եղել, դրանից հետո եւ աշխատել եմ մարզպետանում, հիմա աշխատել եմ 10-12 տարի քաղաքապետում կոմունալ բաժնի պետ եմ աշխատում։ Հիմնականում ֆինանսական խնդիրները, ասեմ, մի րոպե ասեմ։ Ձեր անձնական Ընդհանրապես ասեմ ձեզ, ոնց են չարաշահում չկա մի այդպես բաներ ոնց են աշխատում կոմունալ բաժնում, ոնց են մրցույթները կայանում, ով է շահում եւ ինչպես են աշխատում։ Ես կարգը բացատրեմ։ Կա Հայաստանի Հանրապետության գնումների մասին օրենք։ Մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետությունում, այդ մի օրենքն է, որ ուրիշը չի կորձում։ Այսինքն, նախապես որևէ աշխատանք ենք մենք ուզում կազմակերպել, ենթադրենք փոստային աշխատանքներ են, կապիտալ նորոգում է կամ ինչ-որ մի շենքի նորոգում է, կամ աղբահանություն է կենցաղային աղբի, բացի դրանից արտաքին ուսանողության ցանց է կամ գնումներ է կատարում ինչ-որ ձևով։ Առաջինը տալիս ենք նախաշիվները, լիցենզավորված չեզոք կազմակերպության, որը պարտավորվում է ժամանակի ընթացքում մեզ մինչև բյուջեի հաստատելուց 10-ից 15 օրվա ընթացքում պատվերները ընդունում ենք մենք։ Տալիս ենք մրցույթ, որը համաձայնեցվում է ֆինանսների նախարարության հետ։ Ֆինանսների նախարարության։ Այսինքն օրենքի պահանջը միանշանակ առանց այդ պահանջի ֆինանսների նախարարությունը չի ընդունում մեր մրցույթային փաստաթղթերը։ Այսինքն մենք այդ բոլոր փաստաթղթերը պետք է ապահովենք։ Բացի դրանից, այդ նախաշիվ, որ իրանք հիմա ասում են նոր են սովորել, էքսպերտիզա բարևոր, նախաշիվները ընդհանրապես միշտ գնում են էքսպերտիզայի։ Այսինքն մեկ այլ կազմակերպություն կա Երևանում, որը վերահսկում է եւ համաձայնություն է տալիս։ Մրցույթների ժամանակ բացեն բոլոր մրցույթները, ես հարյուրավոր մրցույթներ եմ անցկացրել։ Թող մի հատ նշում կատարեն, որ նախահաշվի արժեքը, որը նախատեսված է, նույնիսկ այսօր Շանտով ես նայում եմ Ջիլավյան Լենան, որ խոսում էր Արագած փողոցի համար, նախաշվարգային արժեքը դա չի 93 միլիոնը, 93 միլիոնը մրցութային շահած մրցութային արժեքն է, իսկ նախաշվարգային արժեքը 123 միլիոն է, այսինքն միայն այդ փողոցի մեջ 30 միլիոնի տնտեսում են կատարել, ու նման ձևով աշխատել են յուրաքանչյուր կազմակերպության հետ։ Ես աշխատել եմ 10-12 շինարարական կազմակերպությունների հետ, որոնք եղել են եւ Տանիկոն, Մեծ Մոսկովյանը, եղել է Ախուրյանի Բայց չեն, այժմ բոլորի հետ պայմանագրերը խզել։ Ինչ է հիմա այդպես։ Ասեմ, ես այդ եմ ուզում ասել, թողեք ասեմ, հետո վերջում հարցը կդակ, հա։ Եվ աշխատել եմ շատ նմանատիպ կազմակերպությունների հետ։ Այդ ոնց որ 2008 թվականից եկած պարտքը, որ ես պարտք եմ եղել, Մեծ Մոսկովյան 100 միլիոն մոտապես գումար, 150 միլիոն պարտք եմ եղել Տարիկոին, մյուսը Ախուրյանի Կոմշինի պարտք եմ եղել 60 միլիոն, 40-ից 60 միլիոն գումար, ուղղակի թվերը այսպես չեմ հիշում, հստակորեն ու այդ է ոնց որ այդ թվերը կրուն որ եկել է ֆինանսների նախարարության սուգով վերահսկող բաժինը, դրանց գումարները հաստատում է Գյումրեց ընկերներին չի։ Ես աշխատել եմ բոլոր կազմակերպություններին, նույն ձևով Հայաստանի Հանրապետության նույն օրենքով։ Այդ ոնց որ այդ կազմակերպությունների հետ հիմա պայմանագիր եք ընկել, գումարները վճարում են ու հայտարարում են, իսկ 4 տարի Գյումրեց ընկերները փոսային աշխատանք են կատարում։ Այսօր իդեպ գնացել են քաղաքապետի մոտ, համապատասխան փաստաթուղթ էին ներկայացրել, որով բոլոր պարտքերը մարված են։ Բերեն կներկայացնել եւ պետք եղավ ձեզ երկնիկով արդեն դատարան են տվել ես քեզ ասեմ դատարան են տվել մինչեւ վերջ գնալու են ու միանշանակ դա շահելու են որովհետեւ դա Ղուկասյան նրանց թիկունքում դուք եք կագնած ճիշտ ասած ես բոլորի թիկունքում էլ կագնած եմ այդ բանվորների թիկունքում միանշանակ ես կագնած եմ եւ կագնած եմ բոլոր ինչ կազմակերպությունների անուն որ տվեցիք բոլորի թիկունքում էլ կանգնած եմ իսկ լավ ձեր անունը շատ է շահարկվում ու հատկապես ձեր ղեկավարման օրոքի մայել շատ են կապում կրիմինալ աշխարհի հետ Ճիշտ ասած կրիմինալ աշխարհի հետ ինձ որ կապում նախ ինչի հիմի կրիմինալ աշխարհ է կա կրիմինալը սա պետական կառույցն է ամենաուժեղ կրիմինալը այսօր խեղճերն ինչ են երել դրանք սա գաղութները 4-ած նստած են էլի այդ խեղճ տղեկը ինչ են արել ինչ կրիմինալ աղջիկ ջան ուրեմն դիդավորյալ կրիմինալի հետ են կապում որ նորից խփեն քաղաքական ձևով գցեն կրիմինալ աշխարհի վրա այ 2007 դե ուշադիր լսի մի րոպե սպասի ասեմ 2007 թվականին երբ որ մեզ խփեցին 4 տղեկը թող Աստված ողորմիա իրանց շիրիմներին գնացին պարկան եւ ես վերջի անգամ ելին լավ երեխուն որ խփեցին նշանդրեկի օրը մինչեւ այսօր չբացահայտված այդ գործերը մնացել է դիդավորյալ են դա անում ինչի համար որ նորից խփեն ես դա հասկանում եմ այ հիմիկվանից ասում եմ բայց սա իրանց կոկորտին կմնա միանշանակ դե հիմա այս դիդավորյալ կապում են ուրա կրիմինալ աշխարհ 80%-ը իրանց հետ կապված մարդիկ են, ինչ կրիմինալ, ինչ բան, ինչ լախանա, ինչ ֆայտոն, սաղ սուտ բաներ է։
Լավ, իսկ ինչի է հատկապես մամուլը ձեզ շատ շահարկում։ Ուզում եմ հասկանալ, Ասեմ։ այդ նման Այ լավ ես շահարկումները ասում։ ձեր անվան վրա ստվեր գցում են։ Ասեմ ձեզ, եթե մամուլի հետևը կակնանցեն տերերը, ով չգիտի, որ մամուլի հետևը ինչ տեր ունեն։ Դրանք են Պետրոս օրինակ, ով չգիտի, ով է այդ Պետրոսը, գիշեր ցերեկ իմ անունս վերցրել ընկել է առաջ։ Դա նստած իր կուսակցական ընկերների քաղաքականությունն է տանում, ինձ էլ վարկապեկելով ման է գալիս։ Գիշեր ցերեկ ու մի անգամ էլ չեն կանչում։ Հələ դեմ դիմաց նստենք նայենք, հələ դրա դեմքին տեսել ես ոնց որ սադանա եղնի։ Հələ դա եկել է ինձ է վարկապեկում, իմ անունն է տալիս։ Ամեն մեկը պատվեր են կատարում, ինչի չգիտեք։ Ինձանից գիտեք ինչ փողեր էին պահանջում են թվերին, որ իրանց վրա չգրեն, չէ, ես վռնդել եմ նմանատիպ մարդկանց, հասկանալի է, եւ դրա համար։ Այսինքն այդ պատվեր կատարողները մինչեւ մամուլը մինչև 4-րդ իշխանությունը ազատ չլինի, այս երկիրը չի կայանա։ Ես այդտեղից եմ տեսնում։ Նախ հոգի առաջինը տեսնում եմ եկեղեցուց, առաջինը տեսնում եմ որ պետք է եկեղեցին մակրվի, ուրեմն ուշադիր լսեք։ Առաջինը պետք է եկեղեցին մակրվի, երկրորդը մամուլը։ Եթե մաքուր չլիներ լրատվական դաշտը, դուք այսօր այստեղ չեք լինի։ Ճիշտ ասած, ես կլինեի, այդ կան մի թեթև բան չի, որ ես այստեղ չլինեի։ Չէ, ասում եք բոլորը պատվեր են կատարում, բոլորի հետևից 99%-ը ու 9/10-ը։ Լավ, հա, դուք մեջը չեք։ Պարոն Ղուկասյան, եւ համեմատելով ներկայիս աշխատանքը ընդամենը 6 ամիսների եւ 13 տարիների, ինչ եք կարծում, եթե այս ղեկավարումը լինի եւս երկրորդ փուլով։ Փոփոխություն կլինի, թե ժամկետը կապ չունի։ Ձեր անձնական գնահատականը։ Այսինքն ինքը երկրորդ փուլ, այս մարդը երկրորդ փուլ։ Ուրեմն ես ընդհանրապես ես իրան չեմ ընդունում քաղաքապետ, որտեղ ինքը չի ընդրվել։ Ինքն է գիտե, եւ բոլորը գիտեն։ Եվ հետո ինքը պատկամավորել չի ընդրվել։ Չի ընդրվել։ Սա գումարներով, կեղծիքներով, դիմացիներին հանելով, նենգության բանով եկե հասած մարդ է սա։ Հիմա այս ամեն ինչի մեջ ես ուզում եմ տեսնել լեգիտիմ մարդ, որ ժողովուրդը ընդրի, ձայն բազմած ձայն Աստծո։ Ձայն բազմած ձայն Աստծո։ Հետո դրանք մի կողմ որ հիմա թողնենք, հիմա այդ ամեն ինչը որ մի կողմ թողնենք, ես մի բան եմ ասում։ Արա գնացեք աշխատեք, ինչ եք ինգե կարկախոսի հետևից։ Մեր եթերից ասում որ ցերկ մեկնում են։ Լսի, 100% ես այն անգամ ասի, քաղաքի օրն ասեցի, բայց սրանք գիշեր ցերեկ, ուրեմն ինչ են մտածում են, տագից ինքը սրանց բանը գիտեմ էլի, տագից սկսում են այնտեղ իրանց բաներ ունեն, այնտեղ ասում են, մի հատ հələ սայդերը գցեք, ես արեք են արեք, գցում են վրեկս, բան, կրիմինալը չգիտեմ ինչ է, էս է բանը։ Արա դուսենք եկե, դուսենք եկե աշխատեք, գնացեք աշխատեք, ես էլի օգնող եմ, տնող եմ։ Եթե ուզում եք օգնեմ, կամ օգնեմ, ասեմ, հետո ընդհանրապես։ Եթե մեկի ապրած կյանքը դիվական է, եթե նրա թիկունքին սատանան է կանգնած, նա հիմա այս խոսքերից գիտես ոնց որ ես իրան հիմա դանագար եմ, մորտ եմ։ Հիմա եթե ես իրան ասեմ Սամվել ջան, ոնց որ իրան հայոյեմ, հասկանում եք, այդպեսի չհասնենք, դրական նոտայով ավարտենք։ Ոնց որ եմ ասում, չես լսում ինչ եմ, նախանց մարդը, ուշադիր լսի, նախանց մարդը։ Գրիգոր Տատևացին որ կարդաց, ուշադիր լսի, Գրիգոր Տատևացին որ կարդաց, ասում է այն մարդը, որը նախանձ է, չարակամ է, ապրում է դիվային հուտայական ճանապարհներով, բռնել տալով, բանով, նմանատիպ մարդկանց եթե լավություն ես անում, ոնց որ դանակով հարված ես, երբ որ ջան ես ասում, ոնց որ հայո ես։ Հիմա ես այդքան դավադրություն անելուց հետո ես շնորհավորեցի, ասեցի, արա պետք է օգնենք, ու ես անկեղծ եմ ասում։ Հիմա էլ որ հիմա հավատա ինձ, գասի ոչինչ գցենք մի կողմ, գնանք մի հատ մի բանով օգտի չանեմ ամոթեղնից, բայց սա գիտեք թե կարող է ես մարզբեդ ունեմ կամ ասես տաբալերով գործարանը խլելով մյուսը, հետո հա մոռացա, այն կատի փոշին որ գցեց խեղճ հովիգի վրա բան, սա սրանց տակն է մտնում։ Լավ, ինչ է։ Սա սրանց տակն է մտնում, Հայդարակը, հուսանք որ Ես հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ այսօր տաղավարում իմ զրուցակիցները Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր եւ Գյումրու քաղաքապետարանի բնակ կոմունալ բաժնի նախկին ղեկավար Հովհաննես Գրքիկյանը։ Հուսանք որ մեր քաղաքի ապագան լուսավոր կլինի, չնայած առավել քան վստահ եմ, որ այս խմորը շատ ջուր է քաշելու։ Այսքանով եզրափակենք, սա իրականում ծրագիրն էր։